Ծնունդիցս մնացած ծաղիկներն են, իմ շատ սիրելի ընկերուհիների նվիրած, արդեն 4 օր է, 5-րդ օրն է, այսպես թարմ մնացել են։ Ուստային առաքում էի պատվիրել ծաղիկների, ինձ եմ հասել։ Սպացիֆիլում և անթորիում ծաղիկներ եմ պատվիրել, արդեն երկրորդ անգամ պատվիրում եմ ծաղիկներ, մի մարդուց շատ լավ փաթեթավորմամբ հասնում է անվնաս։ Հայաստանից 2-3 օրում հասնում է։ Այսպիսի փոքրիկ ամանիկներով ուղարկում եմ, սա անթորիումն է, կարմիր ծաղիկներով, այս էլ սպացիֆիլումը, շատ գեղեցիկ ծաղիկներ են ունենում, ծաղկում են։ Սա անթորիումն է, այսպիսի գեղեցիկ կարմիր ծաղիկներով, սա է սպացիֆիլումը։ Ահա այդպիսի տեսք են ունենալու այս փոքրիկ թփիկները։ Իհարկե կարող էի միանգամից մեծ ծաղիկներ վերցնել, բայց ես սիրում եմ, երբ որ ես եմ աճեցնում փոքրիկ։ Հաջորդ օրը աղջկաս հետ գնացինք Պոնչիկանոց։ Փոքր նստեցինք, զրուցեցինք տարբեր թեմաներից։ Այստեղ արդեն տանն ենք, վայելում ենք մեր օրը։ Եկել ենք կինոթատրոն, Full House ֆիլմը դիտելու։ Այնուհետև երեկոյան վայելեցինք այս գեղեցիկ մայրամուտը, տարբեր գույներով, տարբեր երանգներով, շատ գեղեցիկ մայրամուտ էր։ Համեղ ընտրեցի, պատրաստել էինք այսպիսի համեղություններ։ Այստեղ արդեն հաջորդ օրն է, գնում էի ատամնաբուժարան և որոշեցի նկարեմ այս գեղեցիկ այգին։ Շատ հաճելի, հանգիստ, տրամադրություն ներշնչող այգի է։ Գեղեցիկ են սարքել շատ։ Ամռանը, երբ որ ծառերը կանաչեն, ավելի գեղեցիկ կլինի։ Այստեղ մանկական խաղահրապարակն է։
Այստեղ արդեն ապրիլի 5-ն է, Սուրբ Զատիկի օրը։ Բոլորս միմյանց շնորհավորեցինք Սուրբ Հարության տոնի կապակցությամբ։ Այստեղ արդեն ապրիլի 7-ն է, աղջիկներով որոշեցինք գնալ մեր ապրիլի 7-ը նշել, շնորհավորել միմյանց, հաճելի ժամանակ անցկացրինք, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, հավակամություն ստացած, գնացինք տուն։